impeachment-ի հարցում այս փուլում դուք եւ պատին Բուլնեմը միասնական եք թե չէ, քանի որ երեկվա այսպես ասած բանակցություններից հետո կարծես կարծիքների այսին բախում է ամբողջ Facebook-ում եւ այլն եւ Աննա Մկրտչյանն ասում է, որ պետք է կոնկրետ ձևաթղթի տակ ստորագրությունները դրվեին, այլ ոչ հրապարակային իրենց ստորագրությունները։ Նախ ես ուզում եմ հասկանամ impeachment-ի գործընթացի այսպես կոչված նախաձեռնողները ովքեր էին։ Եթե դա Արթուն եմ, բայց դեռ չեմ վեր կացել, ես 5 րոպե էլ պարկեմ, եթե այդ կազմակերպությունն է, թող այդ կազմակերպությունը խոսա, եթե հանրապետականներն են, դեպքում մի քիչ անհասկանալի է, ինչի սկզբից հենց իրանք չէին հանդես գալ։ Գիտեք, հարցեր են առաջանում։ Մենք impeachment-ի մասին մեր կարծիքը հայտնել էինք դեռևս ամիս ու կես առաջ, որն են մեր պայմանները, մենք չենք շեղվում մեր հայտարարած նպատակից, դա վերահաստատել էր նաև խմբակցության ղեկավարը 2 օր առաջ տարածած իր հայտարարության մեջ, մեր խմբակցության պատգամավորներն են հստակ նշել, դա է իրականությունը, իմ մոտ այն տպավորությունն է, որ նախաձեռնողները կամ նախաձեռնողներին հետո աջակցողների այլ նպատակ ունեն եւ եթե իրանք իրոք շահագրգռված լինեին, որ այդ հարցը մտներ օրակարգ, իրանք առնվազն արդեն աշխատանքներ տարած կլինեին, նրանց հետո առանց քվեների հնարավոր չէ այդ հարցը կարգավորել, այսինքն թվում է թե 8 հոգի արդեն ստորագրել են, 28 հոգին են պակաս հենց ստորագրել, իրենք վազելով կմտցնեն ազգային ժողով եւ 72 ժամ հետո կունենանք նոր վարչապետ։ Իրենք տպագրել են թուղթ, որտեղ կա 6 ստորագրություն, մենք տպագրել ենք թուղթ, որտեղ կա 28 ստորագրություն եւ հայտարարել ենք, որ այդ 28 ստորագրությունը կան պատրաստ են 36 ստորագրություն պետք է ապահովել։ Պարոն Խաչատրյան, այսինքն ձեր պայմանը ապահովել 2 պայման պատգամավորի։ Դա մեր պայմանը չի, դա օրենսդրության պայմանն է։ Հա, հենց այդ երկուսը լինի, դուք արդեն այդ Նայեք, պայման, նախ կա օրենսդրության պահանջ, դա մեր պահանջը չի, երկրորդը փողոցային պայքարը անհրաժեշտ է, առանց փողոցային պայքարի հնարավոր չի լինի բեկել այն 20 հոգուն կամ ապահովել 54 ձայն, որպեսզի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնվի, հասկանում պետք է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնվի, հետո նոր վարչապետ ընտրվի։ Դա անհրաժեշտ եւ բավարար պայման է։ Հիմա 6 հոգի ստորագրել ենք, բայց ուրիշ բլանկ է եղել, լավ է բլանկը թող լինի, տեսնենք այդ 8 հոգին կան, չկան։ Եմ ասում, այն տպավորությունն է փորձում ստեղծել, որ հեսա 8 հոգին արդեն ստորագրել են, այն մնացած 18 հոգին էլ կներեք, էլի на старт вниманию մարշ պատրաստ սպասում են, հեսա մի հատ մարշ բրասոկ է լինելու, այդ 28 հոգին ուրիշ թղթի տակ են ստորագրել եւ դրա համար խափանարական գործունեությամբ են զբաղվում։ Նոր ԿՊ-ի ներկայացուցիչը ասաց, որ ավելի լավ կլինի ընդդիմությունը պատրաստվի առաջիկա ընտրություններին։ ԿՊ-ի ներկայացուցիչը թող մտածի ինքը ինչ է ասում, իրանց գործով թող, իրանց գործով զբաղվեն, ընդդիմությունը իր հարցերն իր մեջ կլուծի։ Ուզում ասի, եթե ընդդիմություն ուներ այդքան ներուժ վարչապետին անվստահություն հայտնելու, պետք է գործընթացը ավելի վաղ սկսել։ Այս մի տարվա ընթացքում չեն կարող հասնել դրան, մանավանդ որ ասեց ԿՊ-ին բացառվենք, որ ինչ որ մեկը կմիանա։ Ընդդիմությունը ինչ պետք է անի, ընդդիմությունը ինքը կորոշի։ Բարի խորհուրդները թող պահեն իրենց։ Քանի հոգի կփոխվեն, քանի հոգի կմիանան, գիտեք, առերևույթ շատ ուժեղ կազմակերպություններ, իշխանություններ, կուսակցություններ են մի գիշերվա մեջ փլուզվել։ Եվ որպեսզի այդ փլուզումը ապահովվի, պետք է ուղղակի ճնշում բանեցնել, թող իրենք չկարծեն, որ իրենք անխորտակելի են։ Իսպանացիք էին կարծում, որ իրանց արմադան անխորտակելի է, բայց տեսանք ինչ եղավ։ Եկեղեցու դեմ արշավը ձեր կարծիքով ուր կտանի, քանի որ տեսնում ենք ամենօրյա գրառումներ, արդյոք կարող է այսպես ասենք արճակատման տանել քաղաքացիական այսպես արդեն արճակատում լինի Նիկոլ Փաշինյանին եկեղեցու դեմ։ Ինչը ստիպեց հիմա։ Իրականում ստիպեց ոչ թե հիմա, այլ հունվարի 7-ին, երբ Ալիևը վեր կացավ եւ ասեց Հայաստանը ֆաշիստական պետություն է կամ ֆաշիստական ուժ է, ռևանշիստներ, կամ պետք է դրանց ջախջախեք, կամ մենք մեր այդ հարցերը կլուծենք։ Ում են ադրբեջանցիները եւ Փաշինյանը ռևանշիստ համարում, դաշնակցությանը, առաքելական սուրբ եկեղեցուն,
Հայաստան դաշինքին եւ պարզ է, որ իրանք պետք է հարձակում սկսեն։ Այդ հարձակման ֆաս հրամանը տվեց Փաշազադեն, երբ Վեհափար Հայրապետը եւ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսը Շվեյցարիայում կազմակերպեցին եւ մասնակցեցին Արցախահայերի իրավունքներին եւ Արցախում կրոնական եւ պատմամշակութային արժեքների պահպանությանը վերաբերող խորհրդաժողովին։ Դա Փաշազադեն ֆաս տվեց, հրահանգը տվեց, Փաշինյանն եւ թիմը որոշեցին այդ հրահանգին, ոչ թե որոշեցին, այդ հրահանգին ենթարկվեցին։ Ավելի վաղ ենթարկվել էին Ալիևի հրահանգին, թե որովհետեւ քեզ վիրավորում են, Փաշինյանը փոխանակ պատասխանի, ասում է դե մի հատ հələ փորձենք հասկանանք իրանք ինչու մեզ կոչեցին ֆաշիստ։ Սա իրականությունն է, իրենց ամբողջ քաղաքականությունը միտված է Ալիևի պահանջները բավարարելուն, որպեսզի Ալիևը բարեհաճի մի հատ թղթի կտոր ստորագրի անկախ բովանդակությունից, նույնիսկ Ալիևի գրած բովանդակությամբ թղթի կտոր ստորագրի, որպեսզի Փաշինյանը արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ կամ փողոցում լարվածության աճի ժամանակ ասի մենք խաղաղություն ենք ուզում, իսկ հա այս ընդդիմադիրները երկիրը տանում են դեպի պատերազմ։ Դա է խնդիրը, որովհետև ինքը հասկանում է, որ իր իշխանավորումը մեծապես պայմանավորված է Ալիևի եւ Ալլահ շուքուր ուլ իսլամ Փաշազադեի կամքից։ Սա է խնդիրը։ Ինչի դա կարող է տանի Փաշինյանը եւ իր թիմը որևէ բարոյական արգելակներ չունեն, ես ամենևին չեմ բացառում, որ իրենք տանեն բախման, ամենևին չեմ բացառում։ Հիշեցնենք ինչ ստորություն կազմակերպեցին Վեհափար Հայրապետի դեմ անցյալ տարի մայիսի 28-ին Սարդարապատում, հիշեցնենք իրենց աջակիցները ինչպես էին ներխուժել Վեհարան, ինչպես էին Վեհափար Հայրապետի ճանապարհը խոչընդոտեն, այսինքն նման վարքագիծ հաղթահարական Սուրբ Եկեղեցու նկատմամբ որդեգրում են բացառապես գրավի Հայաստանը զավթիչները, թուրքերը, պարսիկները, ցարական ռեժիմը եւ Նիկոլ Փաշինյանը եւ իր խումբը։ Սա է իրականությունը։ Մինչեւ ուր կտանի, կրկնում եմ, որևէ բան չեմ բացառում, այդ մարդիկ բարոյական արգելակներ չունեն, ոչ մի խնդիր չունեն, իրանք պատրաստ են ջախջախել ցանկացած կառույց, միայն թե պահեն իրենց իշխանությունը։ Դա է իրականություն։ Պարոն Խաչատրյան, արտահերթ կամ ընտրություններն էլ հերթական սարերի հետևում չեն, Հայաստան խմբակցությունը պատրաստվում է եւ ինչ-որ փոփոխություններ եւ այլն նման քննարկումներ կան, որ կարող են լինել կազմում եւ այլն, արդեն սկսել են այսպես։ Ուղիղ տվեք ձեր հարցը, ուղիղ տվեք։ Առանձինա գնալու ընտրությունների։ Բա ուրեմն, այո, ուղիղ տված հարցին պատասխանում եմ, թե դաշնակցության Հայաստան խմբակցությունը երկու քաղաքական ուժից բաղկացած դաշինք է։ Երկու քաղաքական ուժերի լավ գոնե դաշնակցության մասով ասեմ, դաշնակցության մասնակցության ձևաչափը եւ մասնակցել թե չմասնակցել որոշում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը անցյալ տարի ներողություն 2021 թվականների նախորդ ընտրություններից առաջ դա Գերագույն ժողովի որոշումն էր, Գերագույն մամլի որոշումը չէր։ Հիմա կանխորոշել ինչ որոշում կընդունի Գերագույն ժողովը, անիմաստ է մեզ մոտ որոշումները ծնվում են քննարկումների ընթացքում ժողովի ժամանակ, նես չի որ Նիկոլ Փաշինյանը ինչ ասեց, հանկարծ բոլոր ԿՊԱ-կանները որոշեցին ստուգել Վեհափար Հայրապետի կուսակրոնությունը։ Հույս ունեմ վաղն չեն ասի, դա ապացուցի, որ դու մուսուլման չես։ Այսինքն դեռ պարզ չի դաշնակցությունը առանձին կգնա թե դաշինքով, հա, ճիշտ հասկացանք։ Կրկնում եմ, նման որոշում կայացնելու իրավունք ունի բացառապես ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը։ Այդ օրակարգով Գերագույն ժողով դեռևս չի հրավիրվել։ Երբ կհրավիրվի, կարծում եմ ընտրությունների մոտ։